Սերժ Սարգսյան, Ռաֆի Հովհաննիսյան նամակագրությունից նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը միայն մեկ բան է հասկացել։ Հայ փոստը լավ է աշխատում, կարողանում են նամակները արագ իրար հասցնել։ Պարոն Կարապետյանի կարծիքով Հայաստանում հետընտրական զարգացումները կորցնում են լրջությունը։ Նա մտադիր էր այցելել Ռաֆի Հովհաննիսյանին, սակայն դեպքերի զարգացումներից հասկացել է, որ դրանից ոչինչ չի փոխվելու։ Գնացինք, ասեցինք, սա սխալ է։ Նոր ժամանակներ կուսակցության առաջնորդը համոզվել է, որ Ռաֆի Հովհաննիսյանը չի կարող գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին։ Հայաստանում զարգացումները պիտի լինեն կամ հեղափոխական միանգամից, որի կողմնակից եմ ես, որովհետև դա կարող է լուրջ փոփոխությունների բերել համակարգում, կամ պիտի գնալ այդ սակարկություններին, բայց դա պետք է անել հենց սկզբից, որովհետև այն ժամանակ կար բավականաչափ մեծ հնարավորություն, ավելի մեծ էներգետիկա։ Պարոն Կարապետյանը գտնում է, որ այսօր Ռաֆի Հովհաննիսյանը իր հերթին լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Նա կասկած չունի, որ ապրիլին Սերժ Սարգսյանը երդվելու է։ Իսկ ինչու նոր ժամանակների առաջնորդը, որն իրեն համարում է ընդդիմադիր, չի մասնակցում Երևանի ավականու ընտրություններին։ Հայաստանում ընտրություններ չեն կայանում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Սերժ Սարգսյանը համենայն դեպս առաջի փուլում նախագահ չի ընտրվել, բայց հռչակվել։ Նույնը լինելու է ավականու ընտրությունները։ Հանրապետական կուսակցությունը օգտագործելով նույն մեխանիզմները իրեն հռչակելու է հաղթող։ Կարծում եմ իմ տպավորությամբ թիվը մոտ է լինելու այն թվին, որը գրվել է Սերժ Սարգսյանին։ Այսօրվա ասուլիսից հետո նոր ժամանակներ կուսակցության նախագահը կրկին մեկնեց Մոսկվա։ Սուսաննա Պողոսյան, Արթուր Ղահրամանյան, IPF։